Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո ամեն։ Փուն բարեգենթան է այսօր սիրելիներ, մեր ժողովրդի մեջ տարածված գեղեցիկ ավանդություններով, խաղերով, այդ մեծ պատրաստությունը, որ մեզի կառաջորդե Սուրբ Զավիկ։ Մենք իրարու կողջունենք գսելով շնորհավոր բարեգենթան, բարով հասնենք Սուրբ Հարության, որը մարդուս այս կյանքի երջանկության ճամփայի գծագրությունն է, որ մեզի կտանի անմահության։ Եվ եկեղեցին զատկական պատրաստությանը մեզի կպատրաստե ծոմաբահությամբ, ապաշխարությամբ, ավետարանի ընթերցումով, արևակալներով, հսկումներով, քարոզներով, աղոթներով եւ հատկապես մեզի գսեն ներսը մտիր եւ ներսը աղոթե սրտի մեջ։ Բարեգենթան կնշանակե բարի կյանք, երջանկություն, ներքին ուրախություն, որովհետև Աստված մեզի ստեղծած ադենը մեր DNA-ի մեջ դրած է երջանիկ ըլլալը, այդ հոգի խնդությունը, այդ երջանկության մեջ հույս կա, որու մեջ մենք կզարկանանք եւ Աստուծո հետ կաճենք։ Շատերը երջանկությունը հաճույքին հետ կշփոթեն սիրելիներ, կսեն եթե աս բանը ես շատ ունեմ, երջանիկ կլինեմ։ Բայց երջանկությունը հաճույքը չէ սիրելիներ, հաճույքը այդ պահում քեզի մխիթարություն տվողն է, ժամանակավոր բավարարումն է քեզի։ Երջանկությունը բարի կյանքի արդյունքն է, բարի կորձի վարձքն է։ Երկու փոլիսոփա իրարու հետ երջանկության մասին կվիճեն ասելով, որ ինչն է երջանկությունը։ Մեկ փիլիսոփան ցերկը կպահե արևին տակ եւ շուկը գինա գետնի վրա, կսե որ բարի կյանքը աստծերքս է, իսկ շուկը երջանկությունն է։ Այսինքն ես պետք է բարի գործերով լեցունը լամ, որ երջանկությունը ինձի տրվի։ Եթե կյանքս չբարելավեմ, երջանկություն չեմ ունենար։ Մենք կատարելության գծրտինք ամեն օր։ Արդու գարտնանք նախաճաշ կնենք երջանկություն է որ կփնտրենք։ Գործի երթանք երջանկություն է որ կփնտրենք, իրարու կհեռացայնենք երջանկություն է կփնտրենք, որովհետև Քրիստոսը սավ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրը կատարյալ։ Առանց Աստուծո միանալու կատարելություն կամ երջանկություն չի կա։ Մեքենամը կատարյալ լալու համար պետք է էլեկտրականությանը միանա, որ իր նպատակին ծառայի։ Նույնը մարդ արարածն է, եթե Աստծուն չի միանար, ինչ ալ որ ունենա իր կյանքի մեջ միշտ աբերջանիկ իրականություն պիտի ապրի։ Ադոր համար Տերը ըսավ, որ ինձի միացած մնացեք եւ ես ձեզի միացած պիտի մնամ։ Ինչպես որ ջուղը ինքը առանցին բդուղ չի դար, եթե որդադունգի միացած չլա, նույնպես ալ դուք չեք կրնալ բդուղ տալ, եթե ինձի միացած չլա։ Երբ մեր մարմինը, հոգին եւ միտքը գմիանա Աստուծո, տարբեր իմաստությունը գուտա մեզի Աստված, որ այս աշխարհի իմաստութենեն տարբեր։ Իրեն միանալու համար չանք պետք է թափենք, երջանկության համար պիտի դքնենք, բարի կյանքի համար պիտի գրվենք, որովհետև երկնքի թուրը նեղ է գսե ապետարանը։ Նոր վանագամը մտած կլավանք եւ հոն շատ նեղություններ կունենա, մարմնի, հոգի, սատանան ամեն ձևով կհարցակի իր վրա։ Եվ շատ կաղոթե ասելով, որ Տեր Աստված այս փորձությունները համ վրա է, թող մի է խաղաղությունը լայն վրաս։ Եվ քանի օրեր հետ կզգա, որ ամեն բան հեզասար կտանա, ամեն մարդ կժպտի իրեն, ինքն ալ խաղաղ է։ Շատ ոգևորված կերտավ անահորը գսե, որ հայր աղոթեցի եւ Աստված ամեն փորձություններն ու նեղությունները առավ ինձ մեր։ Անահայրը զարմացած գսե իրեն. Տղաս, գնա աղոթե, որ այդ փորձությունները քեզի ետ տա Աստված համբերության շնորհքին հետ, այլապես ասվանքին մեջ շատ դխուր պիտի լա քեզի համար։ Որովհետև մարդս պետք է հարադեպ պայքար ունենա, ուր որ պայքար չի գա, հոն աճ չի գա, ամեն բան պատրաստը լա, սարկացում չլար, եթե զավակ ունի, գիտեք ինչը սերապիգա։ Եթե ամեն բան գուդաս, առանց արժեքը ցցնելու, առանց ինեսպե բան ուզելու, ինչ կնեն, եկատ գարնեն, կդենեն մեկ տուն, ամեն ինչ խաղալիքի կվերացվի։ Ուրեմն երջանկությունը մեր բոլոր ուզածները ձեռք բերելը չէ, այլ
աշխատիլն է, որովհետև մարդուս կյանքը կնմանի անավարտ սիմֆոնիայի, երաժշտությանը, որ երբեք ավարտ չունենար։ Եվ երբ որ Աստվածը ստեղծեց Ադամ եւ Եվան, դրախտը, որ այսօր գիշենք բուն բարեկենդանի մեջ, ինչը սավ իրենց, չսավ կացեք ինչ որ գուզեք կլի, սավ ահա դեր գարկեցի ձեզի, կացեք եւ մշակեցեք ասայքին, այսինքն թե կորց ունի կնելու, ես ձեզի պատրաստ տված եմ, որ մշակեք։ Եթե Աստված չլա մեր կյանքի մեջ սիրելիներ, մենք Աստվածներ կստեղծենք, որ մեզի կերջանկացնեն։ Ամեն մարդ փամը ունի, որով գուզե երջանկանալ։ Շատ ադեն պարզ մարդկային անհրաժեշտություններն են։ Օրինակ, կերագուրը շատ կարևոր եւ շատ լավ բան է, բայց երբ որ կերագուրը մենք կդարձնենք TV շոուներու Աստվածը, մրցումներով, ամենեն լավը ուդելու եւ միշտ ադոր մասին կմտածենք, անենք, աստվածացնենք այդ կերագուրը։ Դրամը անհրաժեշտ բան է, բայց եթե գիշեր ցերեկ անշատցնելու մասին մտածենք, միայն մտահոգությունը ադոր մասինը լա, ինչ կլա, բադիժ եւ անեց կլա մեզի համար, որտեղ Տերը սավ երկու ծիրոջ չեք կրնար ծավայել, կամ Աստված, կամ մամոնա։ Ֆուտբոլը, շատերը կսիրեն ֆուտբոլ, շատ ավոր բան է, մանավանդ Մադրիդի խումբը, թող Բարսելոնա սիրողները քիչ այրվին, բայց եթե մենք այդ ֆուտբոլը ինչ կնենք, կաստվածացնենք, ամեն այդ մարդոց թիշերտները, կուզենք իրենց նկարները, իրենց ստորագրությունները, կարծես կուզենք հաղորդություն առնել իր մեջ, այն ադեն Ռոնալդոն կդառնա մեր Աստվածը, որտեղ հոգով եւ սրտով իրեն կուզենք եկել։ Ասածս որ սիրելիներ, մարդս միշտ երջանկանալու համար Աստված կփնտրե եւ գուզե մեգումը նմանի։ Եվ այսօրվա ավետարանը կսե, որ մեծ պահքի ճամփորդությունը, որ երջանկության ճամփորդություն է, 3 հրավեր ունի մեզի. աղոթքի, ծոմաբահության եւ փառեգործության կամ ողորմության։ Ասոնք մեզի կառաջնորդեն երջանկության։ Աղոթելը հոգին կերջանկացնի, սիրելիներ, հարաբերությունը կշտկե Աստուծո հետ։ Եվ ավետարանը կսե, երբ աղոթես, մտիր սենյակը, քոցե թուրը եւ ծածուկ կերպով աղոթել քո երկնավոր հայրդ։ Եվ հայրդ, որ անդեսանելի է, կտեսնե կատարածը, քեզի պիտի հարուցե հայտնաբես։ Այսինքն աղոթքը միայն այս հոս հավաքվելը չէ, ներքին իրականություն է։ Ինչպես երբ որ վարակույրը պիտի կոչվի, ներս կհրավիրի մեզի, ոչ թե դուրս կգցի։ Կսե սենյակդ, սրտիդ, սրբարանը մտիր եւ հոն Տիրոջդ աղոթե ամեն օր իր առջև քո սիրտը բանալով։ Մտիր սենյակդ, ամենեն անձնական վայրը, ուրթուն եւ սիրելիդ մինագդեք։ Մեր ներքին սենյակի սրտի մեջ է, որ հայտնի գլա, թե ով է մեր սիրելին։ Ես ինչ կնեմ այդ սենյակի մեջ։ Հոն գեղձավորություն չեմ կրնարնել, որտեղ երբ որ ես ինձի հետ եմ, անկեղծ եմ։ Ներսի աշխարհը հեռու է աղմուկներեն, լուրերեն, սոշիալ մեդիաներեն, ով գնաց, ով հարսնիքի շորընդրեցի միգվնե, ով որտեղ պիտի ներ ռիսեպշնը, ինչ եղավ բարոն Թրամփի հետ, ինչ պիտի լա մեր կանադական դոլարը, այդ ամենը ժամանակավոր եւ անցողիկ են։ Մեր սրտի մեջ է, որ հրեշտակներ կհանդիպենք, կամ ալ սատանային կհանդիպենք։ Adunamar Tele Sav, աղոթեցեք խոնարհաբար հայրմերը ասելով, որտեղ ինքը գիտե ցեզի ինչ պետք է։ Եվ նաև ներեցեք, ներեմեզի մեր հանցանքներ, ինչպես մենք կներենք անոնց, որոնք մեզի հեմ հանցանք գործած են։ Այսինքն, եթե չներենք, մեր աղոթները իմաստ չեն ունենալ։ Պահքը, ծոմաբահությունը սիրելիներ, կսե որ մարմնով ալ երջանկություն կա։ Հարաբերությունս իմ հետս պիտի շտկեմ։ Շատ ադեն մենք մեր հոգեպես անառողջ ենք, որտեղ մեր մարմիններու հետ հաշտ չենք։ Պայման չէ մարմինները ուրիշ ցևը լա, բայց մենք մեզի հետ ներքուստ հաշտ չենք։ Պահքը գուկա քեզի զսպելու, քեզի դիսցիպլինի մեջ տնելու, ասելու, որ մարմինդ Սուրբ Հոգի դաջար է։ Չես կրնար վարվել ինչպես որ տուն կուզես։ Մենք պահքով մեր սրդի կաբանքները կքանդենք և Աստուծո գսենք եղուր քու թակավորությունը դիր մեր սրդի մեջ։ Նպատակը պահքի միայն դայեթս փոխելը չէ, վաղվնեմ իս պիտ չուդեմ, սոյամը արի, միսի համ ունի։ Ինչ հասկացանք,
լուփոլ մշիները Աստված մեզի համար, որ դառնանք մեր ուզած անենք, ոչ հագարակը, պիտի սեմ Տեր քեզի համար ինչ կրնամ զոհել, չէ որ ինչ-որ քո առջևդ գտնեմ, անիգա է որ փորձնի։ Ինքնամերժում է մարմնի եւ հոգի ցանկություններու, դիրքերու, հարգության, շնության, շադագերության, ծուլության, ակահության, հբարդությունը դուրս բերելու արվեստն է մեր պահպանելը։ Ուդելիքը միջոցն է, բուն նպատակը Քրիստոսով կատարելագործելը, որովհետև ուդելիքը սիրելիներ, այդ երևելի առարգան է կամ նյութը, որ մեր ամբողջ զգայարանները, որով մենք ընդհանրապես կմեղանչենք կգործեն, եւ այլայցեք, երբ որ խնձոր գա, աչքդ գտեսնե, քիթդ հոտը գառնե, ձեռքերդ կշոշափես եւ բերանդ կտնես։ Ադոր համար Աստված ասավ ад խնձորեն չուդեք, որովհետև ադոր մեջ զգայարանները ամբողջ կմտնեն։ Եթե ես խնձորին ոչ չեմ գրնարսեմ, ինչպես պետք է մեղքերուն ոչ ասեմ, երբ որ մեջս է եւ չի երևի, շատ դյուրին թադելուն, ասոր անոր մասին չարախոսելուն, ասոր անոր վրա բամբասելուն։ Հովանես ոսկեբերանը գսե եկեք կիրքերը ձոն պահենք, ինչպես կերագուրե ձոն կպահենք։ Ինչ օգուտ, եթե ցուկ եւ թրջուն չես ուդել, բայց եղբորդ միսը գուդես։ 50 տարի առաջ նշանդուքիչ չեկավ, դեռ ես հետքեն ունեմ, իսկ Տերը գսե ես կուզեմ ձեր սրբել։ Ահա ձեր ձոմապահության օրերը ձեր փաղձանքը կկատարեք եւ ձեր բոլոր պահանջները խստությամբ կպահանջեք, գսե Եսայի մարգարեն։ Ահա գրիվի եւ վեճի եւ չարության բռունցքով զարնելու համար ծոմ կպահեք։ Ես չեմ ընդունի իրական ծոմը։ Գսե ինձ համար կարևորը ձեր սիրտն է մաքուր։ Շատերը գսեն դժվար է դեր այս 50 օր պահելը, աս Կանադան պահե, ես կաշխատեմ, ես պետք է պրոտեին ուտեմ եւ այլն եւ այլն։ Մի սեր չեմ կրնալ պահել, ըստ քայլերով սկսեմ։ Եթե մսագեր ես, միսը թանեք ու դայեթ։ Եթե շաքար գսիրես, շաքարը անուշեղենը թանեք, հա։ Եթե օրական 4 լիտր կոկակոլա կխմես, 2 լիտրը հանե չանը, փամը չլար քեզ հետ, ավելի առողջ պիտելաս։ Եթե օրական 3 անգամ ճաշկուտես, 2 անգամի վերացե, եւ ասե դեր տգար եմ, եկուր ինձի օգնե։ Ուրեմն եթե ոյե ուդելիք մեզի գիշխե, ուրեմն մենք կերին ենք այդ ուդելիքի։ Ալլա այդ սուրջը, որ արդու մենք պաշտամունքի ձևով գխմենք, ալլա այդ գաթոն, ալլա ոյե նախասիրած։ Եթե միտքը, եթե լեզուդ, եթե ցանկությունները իշխեն վրա, ուրեմն քիծի որ ադոր կերին ես դու։ Եկեղեցու հայրերը գսեն, որ մարդուս մեջ կաբրի թե խոզը, թե արձիվը, որում որ կերագրենք, անալ գհարստանալ։ Եթե խոզը կերագրենք հարադև, ինչ կլա, խոզը ինչ կսիրե, ցեխ, ինչ որ լա, ցեխի մեջ մանկալի։ Մեր մարմինը դեպի վար կքաշի, բայց եթե արձիվը կերագրենք, որոնք կապված են խոզը եւ արձիվը իրարու հետ, այդ արձիվը ուժ գուկա վրա եւ կամած կսկսի թռելու։ Եվ անգամ այդ խոզին կամած վեր կբարձրացնե եւ կհասկանան, որ այս կյանքը, ինչպես Պողոս Առաքյալը ասա, ուդելիք եւ չուդելիքի մասին չէ, այլ Աստծո արքայության մասին։ Եվ բարեգործություն, ողորմություն կկանչի ավետարան այսօր մեզ, որը կերջանկացնե հարաբերությունս իմ ունեցածքիս հետ եւ ուրիշներու հետ հարաբերության։ Մարդկային հարաբերության բաժանումներու 90% այսօր սիրներ նյութական պատճառներ ունի։ Դրամը, ժառանգությունը, իմս, քուգս, ես քեզ մեջ շատ կաշխատիմ ավելի իրավունք ունիմ, իմս քուգինետ սուղ է եւ այլն։ Եվ չկա ընտանիքը, որ քեշ վիճակի մեջ է եւ կա ասե, որ սուղնոց Lexus մկնեցին, կյանքերնից լավացավ։ Անանք չի կարել Աստծո այդ հարաբերությունը եւ մարդկային հարաբերությունը։ Այլ հակառակը ես կռիվ չլի, առավ քնած, միայն սիրտս խաղաղն լա։ Հոն է, որ մենք կհաշտվենք Աստծո։ Եվ Տերը սա նայեցեք եւ զգուշացեք ակաղության բոլոր տեսակներեն, որովհետեւ մարդու կյանքը կախյալ չէ իր անփարած հարստութենեն։ Մեկը գիտեք, որ իր կահկարասին հետը տարած է այլ աշխարհ, կամ իր սուղ օթոն, կամ իր կրեդիտ քարտը։ Հոնալ դանի համը չեն կրնարանել։ Կադակ կնեմ երբեմն գսեմ դրամ արիր հետը տարի,
Աստված ինչ պիտի սե, եւ որ մոնոպոլի խաղանք։ Ինչ պիտի նե Աստված կուտրամուղը։ Ինչ որ հոստեղ են գրել ես ողորմության, բարեգործության, հոն է որ քեզի համար պալատներ գշեն։ Մամոնան գմրցե մեր հոգին տեմ, գխոստանա փամը, որ միայն Աստված կգնատալ։ Եթե Աստուծով չկառավարենք մեր ունեցվածքը սիրելիներ, գխեղդվինք, մեր հոգին գխեղդե։ Ուրեմն տալը, կիսելը, ողորմությունը, ծառայելը գնմանացնում եզի Աստուծով, ինչպես Աստված ալսավ, այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ մեզի համար։ Ուրեմն բարեգործ պիտի լանք պահոցորերում, իրարու հանդեպ, մեգումը քաջալերական խոսք ասելով, մեգումը բարի ապակինման զանգ կնելով, մեգումը գերագուր պիտի տանք, մեգումը պիտի հեռացայնենք ներողություն ասենք, մեգումը հատկապես որդին, այրիին եւ կարոդյալին նյութական օգնության ձեռք պիտի մեկնենք, որովհետև Աստված կնայի մենք ինչ կնենք մեր նյութականի մեջ։ Եվ գսի ադիգա քաղաքնորեն նրենք, ցախ ձեռքը թող չգիտնա, թե ինչ կնե աջ ձեռքը։ Այսպիսով ողորմությունը քաղաքնի երած կլաս եւ քու երկնավոր հայրդ, որ անդեսանելի է կդեստե կատարածը քեզի պիտի վարձատրե հայտնապես։ Ուրեմն մտադրաբար երբ որ ունենք, մեր սրտի կեցվածքը կամաց կփոխվի եւ Աստված մեր սիրտը կջերմացնի։ Հիմա դերևս մտածես, որ այս տարի չեմ գրնար, քալ տարի, քննություններ ունի, մեծ պրոժեի վրա գաշխատի, բայց այսօրվա ընթերցումը գսե, որ այսօրը սկսի, ոչ թե քալ տարի, որտեղ քալ տարի չենք գիտեր ինչ կնա, մենք վաղվա վրա գարանտի չունենք, ինշուրենս ծախողները գիտեն, որ վաղվա ինշուրենս չի գա չես կրնար անել, հա, մահվան ինշուրենս կա։ Գսե առաքյալը այսօրը սկսեք, ժամանակն է, որ կունեն արդննան, թոթափին, որովհետև հիմա փրկություն ավելի մոտ է մեզի քայնադարեն, երբ հավատացին։ Գիշերը ահագանցնի եւ ցերեկը մոտ է, ուստի խավարի գործերեն հեռանանք եւ լույսի զենքերը մեր վրա առնենք, ապրելու համար այնպես, ինչպես պահել է լույսի մեջ խաղողները։ Թող սիրելիներ, այս գալիք շաբաթները ըլլան մաքրման, իսկապես Աստծով երջանկանալու բռնած այդ ճամփան եւ մենք հալ Տիրոջով տեսնենք հարությունը զորացած աղոթքով, պահքով եւ բարեգործությամբ, որով օրհնյալ է Քավիդյանս Հավիտենից։ Ամեն։ Միաստաբար հայրերս